Տիկին Ջուլհակյան, ինձ օրինակ հետաքրքիր է ձեր կարծիքը եւ մեկնաբանությունը սահմանադրությամբ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին հետադարձության արգելք սահմանելու մասով։ Այ ըստ ձեզ, հետադարձության արգելքը վերաբերում է միայն քրեական իրավունքին, թե իրավունքի նաեւ մյուս ճյուղերին, եւ երկրորդ հարցը, այդ իրավական արգելքը հետադարձության դա ըստ ձեզ վերաբերում է նյութական իրավունքի նորմերին, թե ընդհանցակարգային, այլ կերպ ասած դատավարական իրավունքի նորմերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ինչպես են վերաբերվում վատ են վերաբերվում եւ եթե ընդունելի լիներ հետադարձ ուժ տալը, բնականաբար շատ փոփոխություններ կարվեին, որոնք որ հետադարձ ուժ կտային։ Ես ձեզ պետք է ասեմ, որ մեր նախընտրական խոստումներից մեկը հեղափոխության ժամանակ, հեղափոխական խոստումներից մեկը վստահաբար շատ լավ կհիշեք, եղել է դատական իշխանության առողջացումը վեթինգի միջոցով եւ մենք ամենաշատը մեր ընտրողների կողմից, քաղաքասարակության կողմից քննադատվել ենք հենց նրա համար, որ խոստացված վեթինգը չեն կարել։ Իսկ ինչու չեն կարել խոստացված վեթինգը, որովհետեւ սահմանադրությունը այդ հնարավորությունը մեզ չի տվել, այդ թվում եւ հետադարձության կարգավորումների հետ կապված։ Ինչ-որ բան մոռացա։ Չգիտեմ, արձագանքի կտեսնենք։ Արձագանք։ Տիկին Ջուլհակյան, ոչ մի հարցից դեռ չեք պատասխանել։ Խոսքը վերաբերում է հետադարձության արգելքը վերաբերում է միայն քրեական իրավունքին, թե ոչ, եւ երկրորդ հետադարձության արգելքը դա միայն նյութական իրավունքի նորմերին է վերաբերում, թե նաեւ ընդհանցակարգային։ Օրինակ դուք ձեր հանձնաժողովում որպես նախագահ մինչ այդ անդամ այդ հանձնաժողովի այդ հարցը ոնց եք դիտարկում, էլի։ Ոնց եմ այդ հարցը դիտարկում։ Ես կարծում եմ, որ քրեական իրավունքին է վերաբերում հետադարձության սկզբունքը եւ նաեւ նյութական եւ ընդհանցակարգային։